Ընտրական ողջ օրը լարված էր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում, որտեղ կողք կողքի տեղակայված են երկու ընտրատեղամասեր՝ 8.08 եւ 8.09։ Գրեթե ողջ օրը դպրոցի բակում եւ շրջակայքում կայանված էին շքեղ մեքենաներ, ինչպես նաեւ մարդկային կուտակումներ էին։ Տասնյակ տղամարդիկ տևական ժամանակ չէին հեռանում տարածքից։ Մշտապես ունենք ջիպեր։ Մշտապես առավոտից տեղ շքեղ մեքենաներ են կանգնած, մեջ է ինչ-որ տղամարդիկ, որոնք անընդհատ կուտակումներ են ստեղծում եւ նույն դեմքեր։ Դուք ընտրել եք, հա, դուք ընտրել եք։ Նոր եմ ծնոտեմ։ Դուք ես դες տեսել եմ ընտրատեղամասում, դուք լիազորված անձ չեք։ Խնդրում եք լքեք ընտրատեղամասի տարածքը։ Դուք խորհուրդներ ինձ մի տվեք, դուք ավելի լավ է ձեր ծամոնը ծամեք։ Աստղ են գարը սրանց։ Իսկ ես լրագրողը ինչու եք այստեղ սպասում, կարելի է իմանալ եթե։ Սպասում եք ինքը շատ է խանգարում դրա համար է սպասում։ Ով եք դուք մի հատ ներկայացեք։ Ես ունեմ գործ, ես այս ընտրատեղամասի դիտորդն եմ։ Դուք ով եք։ Լավ դիտում ես։ Գնա ներսը դիտիս։ Իսկ մետր շարաբողով իմ տարածքն է, պարտավոր եմ Ես դիտել։ սպասում եմ իմ բարեկամին, ընտրի դուրս լա։ Դուք արդեն երրորդ անգամ եք այս ընտրատեղամասում, ինչ եք Մտածում եմ ընտրեմ, թե չընտրեմ, որ սոցիալ չեմ։ Հա քեզի հայտնի Սպառնում եք ինձ։ Արդեն չասեմ էլի։ ասեք, էլի ասեք։ Տեղամասի ներսում եւս ողջ օրը դիտորդները պարբերաբար վիճաբանությունների մեջ էին հայտնվում։ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով հանրապետական կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովականները, ինչպես նաեւ կուսակցության վստահված անձինք սպառնացել են իրեն, փորձել խլել տեսախցիկը, մարդկոցն են գողացել։ Անգլերեն ջարդեմ, հիվանդանոց կտանենք, քեզ գիրժես աննորմալ ես եւ հիստերիկ ես եւ նման բաներ։ Ինչի համար, ինչու են այդ։ Եվ փորձում եմ արձանագրել եմ բոլոր խախտումները, որոնք տեղի են ունենում։ Վստահված անձ ինձ ասում է, որ ստրիպտիզ կլուբում կուզես պարես, նկարենք։ Եվ նման կարգի էժանագիր խոսակցություններ, մեկ էլ մոտեցավ ինձ ասեց, գնանք ծանոթանանք, առանձին խոսենք, բան, դե մենք բացատրեցինք, որ դա օրենքով նախատեսված չի։ Հանրապետական կուսակցության վստահված անձինք սակայն հերքում էին այս մեղադրանքները, պնդելով, որ դիտորդները հատուկ առաքելությամբ են եկել տեղամասեր սադրանքներ իրականացնելու։ Մեսրոպ Մանուկյանը մասնավորապես հակադարձում էր, թե դիտորդ Ռուզաննա Գրիգորյանն է իր վրա բռնություն գործադրել, ինքն էլ ոստիկանություն է դիմել։ Իմ ձեռքից քաշել է եւ իմ կոճակը պոկել է վենաշապիկի, հեռախոսով նկարելուց քաշել է իմ ձեռքի, ճնշում է գործադրել, բռնություն է գործադրել։ Քաշեց, պոկեց։ Ինչի համար, ինչի եք անում մտնում։ Իրան էի նկարում։ Նկարահանում եք, ինչ էր անում, խախտում էր անում։ Ոչ, նկարում է, որ ինքը հանգարց իր սադրիչ գործողությունները ֆիքսել էր, չկարողանար ընթացք տալ։ Նույն այս վստահված անձը սակայն րոպեներ անց դիտորդների հետ հերթական վիճաբանության ժամանակ խոչընդոտեց մեր աշխատանքը, ձեռքով հարվածելով տեսախցիկին։ Բայց ինչ սադրանք է, կարելի է իմանալ ինչ է անում։ Ինչու՞ սա քանի անգամ Դու իմ աշխատանքը մի խոչընդոտի։ Հանրապետականի մեկ այլ վստահված անձ Արայիկ Գրիգորյանն էլ պնդում էր, թե դիտորդին պետք է հոգեբուժարան տեղափոխել։ Ոչ անունը գիտեմ, ոչ ազգանունը, ոչ էլ ցանկանում եք, արի խորին պետք։ Իրոք էսպիսիները պետք է հոգեբուժարան։ Մեկ այլ դիտորդի Կարեն Հարությունյանի խոսքով երկու տեղամասերում հանրապետական կուսակցության միանգամից մի քանի վստահված անձինք կան, ովքեր համաձայնեցված խոչընդոտում են իրենց աշխատանքը։ Քարտուղարները իրանց բոլորին գրանցում է, հետո մանիպուլյացիա անցուցակը, մի անգամից այնուսին հանում է, այնուսին է գրում, որ միաժամանակ իբր չեն եղել։ Հանրապետականի վստահված անձերից Անուշ Օհանյանը չհերքեց, որ կուսակցության ներկայացուցիչները այստեղ մեկից ավելի են, բայց ասաց փոխատեղությամբ ենք աշխատում։ Ես մինչև չգնամ այնտեղ գրանցվեմ, ես դուրս չեմ գալիս ընդհանրապես, ես 2 րոպեով եկել նստել եմ, ուզում եմ օրենք կարտամ, չէ՞։ Ես խանգարել եմ իրեն։ Չնայած հանրապետականի ներկայացուցիչների հավաստիացումներին, թե երկու տեղամասերում էլ ընտրությունները ընթանում են բնականon հունով բացառությամբ դիտորդների սադրանքների, այդուհանդերձ մեր այցելության պահին էլ միջադեպեր արձանագրվեցին։ 8.08 տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձ Գոհար Օհանյանը ընտրողի ուղղորդման դեպք էր արձանագրել հօգուտ հանրապետականի։ Չենք արձանագրել, խցիկ ջմավեց դեմտից։ Անցել կոմելին չէ, իսկ որ դիտորդը գնում է որ նկարի արդեն հանրապետական արձանագրություն կազմի։ Ինչ պետք է կազմի։ Այսինքն դրիմ կազմի։ Հարակից 8.09 տեղամասում էլ Բարգավաճի վստահված անձ Տիգրան Խումարյանն էր կրկնակի քվեարկության դեպք կանխել, թեև հանրապետական հանձնաժողովականը հերքում էր։ Բազմագրի կնիքը կա։ Եվ հեռացվեց, հա։
խնդրեմ։ Իսկ ոստիկանությանը ինչու չեք դիմում միջամտեն, դա Որտեվ ինքը վախավելում դիմել ես, որ չկա մարդը, ինչին դիմել։ Կամ ինչ արձանագրություն։ Մենակ քրտիկը համար կարա արձանագրություն կազմել։ Որ սես հանրայավետ դուք մեր մոտա, բայց անձը չկա։ Բան չի եղել, Ձեր միջադեպը այդ Հնչած բազմաթիվ ահազանգերի հետքերով այս տեղամաս եկան ներկայացուցիչներ Միացյալ Նահանգների դեսպանատնից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Տեղամաս եկավ նաև այս վարչական շրջանից ընտրված հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ասաց շտաբում են ահազանգել, դիտորդները ցանկանում էին նրան ներկայացնել իրենց դժգոհությունները։ Ալեքսանյանը սակայն դիմելով հանրապետականի վստահված անձանց հեռացավ։ Ճշումներ են իրարում, էդ էլ ամուսինը եկել եք հարթեք լարվածությունը, ինչ անեք բանալ։ Պրոբլեմ չլի։ Եթե մի հատ էստի զանգեցին, էսի շներան։ Всё, մնացածը դուք որոշեք արդեն։ Հանգստացած։